Ողջույն, բարի գալուստ Անանդա յոգա YouTube-յան ալիք, ես Անին եմ, այսօր մենք միասին կունենանք աթոռով յոգա, որը հարմար է և սկսնակների և միջին մակարդակ ունեցողների համար, այն ամբողջ մարմնի համար նախատեսված պրակտիկա է և կփորձենք բացել մարմնի մկանները, զարգացնել ճկունությունը, ուժը, այնպես որ եկեք սկսենք, ձեզ հետ ունեցեք յոգայի 2 բլոկ, ծածկոց և աթոռ, չմոռանամ նշել, որ կարող եք ավելի շատ դասընթացներ գտնել մեր YouTube-յան էջում կամ Անանդա յոգա on-line հարթակում, բաժանորդագրվեք, որպեսզի բաց չթողնեք մյուս դասերը, դե ինչ, տեղավորվում ենք հարմար, կարող եք նստել այսպես աթոռը դնել գորգի երկարությամբ և նստել միջին հատվածում, եթե ձեր ոտքերը իմի պես ցածր են, այսինքն ծնկները կոնքից ցածր են, կարող եք օգտագործել 2 բլոկ և դնել այսպես ծնկից մինչև կրունկ այդ հարթության մեջ, համոզվել նստած եք ոսկորների վրա, ձեռքերը ափերը դեպի դուրս դնում ենք մեր ծնկների վրա, ներշնչում ենք խորը քթով և արտաշնչումով փակում ենք աչքերը, փորձում ենք թուլանալ, թուլացնում ենք մարմնի ներքևի հատվածը, ներշնչումով երկարաձգում ենք ողնաշարը և արտաշնչումով թուլացնում ենք մարմնի վերին հատվածը, փորձում ենք կոնքերը ուսերի հետ պահել մեկ գծի վրա, կրծքավանդակը բաց, փորձեք միտքը կենտրոնացնել շնչառության վրա, օգնելով, որ այն դառնա ավելի խորը և դանդաղ, գիտակցված, ևս մեկ ներշունչ և արտաշնչումով խոնարհում ենք գլուխը, դանդաղ բացում ենք աչքերը, մյուս ներշնչումով ձեռքերը բարձրացնում ենք վեր, մատները միացնում իրար և ափերը հրում դուրս, մնում ենք այստեղ, փորձում ենք թուլացնել ուսերը, երկարաձգում ենք ողնաշարը, պահում ենք, ներշնչում ենք այստեղ, արտաշնչումով դանդաղ թեքվում ենք աջ կողմի վրա, փորձելով մեր երկարաձգել ձախ կողային հատվածը, ներշունչ գալիս ենք հետ, արտաշնչումով դեպի արդեն ձախ, ևս մեկ անգամ ներշունչ գալիս ենք հետ, հիմա նայում ենք վեր ձեռքերի ուղղությամբ, ներշունչ գալիս ենք կենտրոն, արտաշունչ ծնոտը մոտեցնում ենք կրծքավանդակին, ևս մեկ անգամ նայում ենք վեր, այս անգամ ձեռքերը դանդաղ իջեցնում ենք և մեջքը կորացնում ենք դեպի հետ, ևս մեկ ներշունչ ձեռքերը բարձրացնում ենք վեր, նայում ենք վեր, արտաշնչումով կորացնում ենք, մեջքը հրում ենք հետ, երրորդը նայեցինք վեր, արտաշնչումով կորացնում ենք և պահում ենք այստեղ 1, 2 և 3, դանդաղ արձակում ենք ձեռքերը, թուլացնում ենք, իսկ հիմա դանդաղ աջ ոտքը բարձրացնում ենք վեր, թաթը դեպի մեզ դնում ենք ձախ ծնկան վրա, այսպես, փորձեք ձեռքով օգնել և ծունկը մի փոքր իջեցնել, մյուս ներշնչումով ձեռքերը ևս մեկ անգամ բարձրացնում ենք վեր, արտաշնչումով գալիս ենք 45 աստիճան անկյան տակ, փորձում ենք բացել կրծքավանդակը, թույլ չենք տալի, որ մեջքը այսպես կորանա, փորձում ենք բացել հնարավորինս, պահում ենք, ներշունչ, արտաշնչումով ափերը միացնում ենք և բերում ենք կենտրոն, այստեղից փորձելու ենք թեքում կատարել, ևս մեկ ներշունչ, արտաշնչումով թեքվում ենք դեպի ձախ ուղղությամբ, մեր աջ արմունկը կարող է հանդիպել աջ ոտնաթաթի այս ներսի հատվածի հետ,
Եթե այդտեղ չեք հասնում, ուղղակի կարող եք կիսատ դիրքում մնալ։ Դա եւս ընդունելի է։ Փորձում ենք բացել կրծքավանդակը, նայում ենք հետ ձախ ուսի վրայով։ Ամեն արտաշնչումով փորձում ենք խորացնել թեքումը։ Եվ հիմա դանդաղ գալիս ենք կենտրոն, եւս մեկ անգամ ձեռքերը բացում ենք, արտաշնչումով փորձում ենք իջնել ներքև, որտեղ որ կհասնեք, փորձեք թուլանալ։ Եվս մեկ անգամ ձեռքերը բարձրացրեցինք վեր, հիմա մեր աջ ոտքը այսպես որոշակի իջեցնում ենք, կարծես ոտքը ոտքին գցած այդ զգացողությունը լինի եւ դանդաղ թեքում ենք կատարում, այս անգամ դեպի ձախ, դեպի աջ կներեք, այս ձեռքով բռնում ենք մեր բռնակից եւ արդեն ձախ ձեռքը դնում ենք աջ ծնկան մոտ, այսպես դեպի հակառակ ուղղությամբ թեքում ենք կատարում։ Պահեցինք, դանդաղ գալիս ենք հետ, եւս մեկ անգամ ձեռքերը բարձրացնում ենք, իջեցնում ենք ոտքը եւս, իջեցնում ենք, դնում ենք գորգին կամ եթե ինձպես նստած եք, ապա բլոկի վրա։ Գնացինք, շարժվում ենք առաջ եւ բարձրացնում ենք արդեն մեր ձախ ոտքը մյուս ներշնչով։ Արտաշնչումով դանդաղ ծալում ենք եւ դնում ենք աջ ոտքի վրա։ Թաթը հնարավորինս պահեք դեպի այսպես ներս, դեպի ձեզ եւ փորձեք օգնել ձեր ոտքին, ծնկանը մի փոքր իջնել։ Ներշնչում ենք այստեղ, ձեռքերը բարձրացնում ենք վեր, արտաշնչումով այսպես գալիս ենք առաջ 45 աստիճան անկյան տակ, կրծքավանդակը բաց։ Չենք թողնում մեջքը կորանա, պահում ենք։ Մյուս արտաշնչումով այսպես ափերը իջեցնում ենք եւ մոտեցնում ենք իրար։ Եվս մեկ ներշունչ այստեղ, արտաշնչումով դանդաղ թեքվելու ենք արդեն աջ կողմի վրա։ Հիշեք, որ ձեռքը եթե չի հասնում, կարող եք կիսատ պահել, հակառակ դեպքում արդեն ձեր ձախ արմունկը հանդիպում է ձախ թաթին, ոտնաթաթին։ Այսպես։ Բացում ենք կրծքավանդակը, նայում ենք աջ ուսի վրայով վեր։ Փորձում ենք շնչել խորը, գալիս ենք հետ, կենտրոն ձեռքերը բացեցինք, արտաշնչումով դանդաղ իջնում ենք մի պահ, փորձում ենք թուլանալ, հիմա դանդաղ գալիս ենք հետ, եւս մեկ անգամ, հիմա արդեն ձախ ոտքը այսպես գցում ենք աջի վրա, ներշնչումով ձեռքերը վեր, թեքում ենք կատարում արդեն ձախ կողմի վրա։ Աջ մեր այս ձեռքը հանդիպում է ձախ ոտքին, այսպես, հակառակ թեքումը։ Պահեցինք, նայում ենք հետ, ձախ ուսի վրայով և երեք դանդաղ գալիս ենք հետ, թուլացնում ենք ոտքերը։ Հեռացնում եք բլոկները, եթե դրանք ունեիք, հակառակ դեպքում դնում ենք իմ դեպքում անկյունում, իսկ մեր աթոռը գալիս է գորգի սկզբնամաս, այս արջևի հատվածը դեպի ձեզ, որովհետև այստեղից գնալու ենք շան դիրքին։ Ձեռքերը բացում ենք լայն, այսպես մատները լայն բացում ենք, դնում ենք ոչ շատ առաջ, ոչ շատ հետ, ամբողջությամբ թաթը տեղավորում ենք, իսկ ոտքերը տանում ենք հետ, կոնքի հետ, այսպես մեկ գծի վրա, ոտնաթաթերը նայում են առաջ։ Բացում ենք կրծքավանդակը, մի փոքր ծալում կարող եք թողնել ոտքերի հատվածում, թույլ տվեք, որ ձեր մեջքը երկարաձգվի։ Մյուս ներշնչումով դանդաղ մեր կրունկները բարձրացնում ենք վեր, մեջքը կորացնում ենք, գալիս ենք առաջ աթոռին մոտ և բացում ենք կրծքավանդակը։ Ներգրավեք միջուկի ուժը, թույլ մի տվեք, որ ձեր այս միջին հատվածը ուղղակի ընկնի, ոտքերը եւս ակտիվ են։ Եվս մեկ անգամ, հիմա գլխից դանդաղ գնում ենք հետ արտաշունչ։
Եվս մեկը գնացինք ներշունչ, բացեցինք կրծքավանդակը, արտաշունչ դանդաղ փակում ենք նույն սկզբունքով ինչպես որ եկել ենք այնպես էլ հետ ենք գնում։ Երրորդը պահելու ենք, դանդաղ բարձրացնում ենք կրունկները, կորացնում ենք մեջքը, գալիս ենք առաջ, բացում ենք կրծքավանդակը, պահեցինք 1, 2 և 3 դանդաղ գնում ենք հետ նույն ձևով, փորձում ենք հանգստանալ շանդիրքում։ Եվս 2 շունչ, երկար ձգեք ողնաշարը, մյուս ներշնչումով բարձրացնում ենք աջ ոտքը վեր, այսպես, արտաշնչումով բերում ենք և մոտեցնում ենք քթին, եվս մեկ ներշունչ տարանք հետ, արտաշնչումով մոտեցնում ենք քթին, այս դեպքում թաթը դեպի դուրս, երրորդը, պահեցինք, մոտ քթին 1, 2, 3, այստեղից ուղղակի ոտքը բարձրացրեք և դրեք ձեր աթոռի վրա, հետևի ոտքը առաջացնում ենք մի փոքր, բռնում ենք ամրակներից, որովհետև պետք է դանդաղ բարձրանանք վեր, այսպես, հիմա թաթը դեպի մեզ արդեն, ներգրավում ենք միջուկի ուժը, եթե շատ վախենում եք և կարծում եք, որ կարող եք ընկնել, կարող եք մնալ այստեղ, հակառակ դեպքում ներգրավում ենք միջուկի ուժը և դանդաղ մյուս ներշնչումով բարձրացնում ենք մեր աջ ձեռքը վեր, նայում ենք առաջ, չենք նայում հետ, կոնքի հատվածը նայում է ներքև, պահում ենք, 1, 2 և 3, դանդաղ ձեռքը իջեցնում ենք և այստեղից մեր ձախ ոտքը գալիս է և անցնում է աթոռից ներս, այսպես, բայց չենք հենում աթոռին, փորձում ենք այստեղ պահել, հիմա աջ ձեռքը կարող եք սեղմել այս բռնակին և դանդաղ փորձեք բարձրացնել ձախը վեր, իսկ եթե զգում եք, որ կարող եք ընկնել, ապա ուղղակի մնացեք կենտրոնում, և 3, դանդաղ գալիս ենք հետ, այստեղից ոտքը իջեցնում ենք և ուղղակի դնում ենք գորգին նայելով առաջ, բայց կրունկը վեր, փորձում ենք կոնքի հատվածով այսպես մի փոքր խորանալ, ներշնչում ենք, ձեռքերը բարձրացնում ենք վեր և փորձում ենք մի փոքր թեքում կատարել, համոզվեք, որ ձեր առջևի ծունկը կրունկի հետ մեկ գծի վրա է մնում և հետ չեք գնում, այլ բացում եք կրծքավանդակը այստեղ, պահեցինք, 2 և 3, գալիս ենք հետ, ձեռքերը դրեցինք մեր աթոռին, հետևի ոտքը մի փոքր առաջացնում ենք, առջևինը նույնպես և այսպես թաթը դեպի մեզ ենք անում, դանդաղ փորձում ենք բռնել աթոռի բռնակներից, եվս մեկ անգամ, այստեղ երկար ձգում ենք մեր մեջքը և աջ ոտքի հետևի մկանները, պահեցինք, դանդաղ ձեռքերը իջեցնում ենք և ոտքը տանում ենք հետ, գնում ենք շանդիրքին, հիմա կփորձենք նույնը կատարել ձախ ոտքով, ներշնչումով ձախ ոտքը բարձրացնում ենք վեր, այստեղ թաթը դեպի դուրս, արտաշնչումով բերում ենք մոտեցնում քթին, երկրորդ անգամ, ես տարածք չունեմ, դուք կարող եք լավ երկար ձգել ձեր ոտքը, 2, երրորդը կպահենք, պահեցինք 1, 2, 3 և դանդաղ ոտքը դնում ենք այսպես աթոռի վրա, համոզվեք, որ ամուր է, հետևի ոտքը առաջացնում ենք, բռնում ենք աթոռի բռնակներից և օգտագործելով մեր ամբողջ ուժերը բարձրանում ենք վեր, հիշեք, որ սա առաջին տարածքն է, դուք կարող եք մնալ այստեղ, թաթը դեպի ձեզ, միջուկը ներգրաված, մի փոքր կրծքավանդակը բաց, նայում ենք առաջ, չենք նայում ներքև, իսկ եթե ուզում եք ավելին, դանդաղ փորձում եք բարձրացնել ձախ ձեռքը,
պահեցինք, 1, կոնքի հատվածը նայում է ներքև, 2 և 3, ձեռքը բերեցինք հետ, բռնում ենք աթոռից, թաթը արդեն դեպի դուրս, դանդաղ փորձում ենք, ծալում ենք և բերում ենք, անց ենք կացնում այս արանքով աթոռի։ Կարող եք մնալ այստեղ, հակառակ դեպքում, եթե ցանկանում եք ավելի մարտահրավեր նետել ձեզ, ձախ ձեռքով սեղմում եք աթոռին, աջը բացում ենք։ Պահեցինք, 1, այստեղ և բալանս է, և ուժ, ամեն ինչ միահյուսված։ Ենթադրաբար ես կադրից դուրս եմ արդեն, բայց դուք պատկերացնում եք ինչպես պետք է անել։ Եվ 3, դանդաղ իջանք, ոտքը տանում ենք հետ, այսպես, և դնում ենք մատների վրա և կրունկը դեպի վեր։ Մի փոքր փորձում ենք կոնքի հատվածով իջնել, բայց թույլ չենք տալիս, որ առջևի ծունկը շատ առաջ գնա, մեկ գծի վրա պահենք կրունկի հետ, ներշնչում ենք այստեղ և դանդաղ ձեռքերը բարձրացնում ենք վեր, բացում կրծքավանդակը։ Հետևի ոտքը ևս ակտիվ է, պահեցինք, 1, 2 և 3, դանդաղ գալիս ենք հետ, հիմա հետևի ոտքը մոտեցնում ենք, դնում 45 աստիճանի վրա, առջևի ոտքը ևս երկար ձգում ենք և թաթը դեպի մեզ, բացում ենք կրծքավանդակը և բռնում ենք աթոռից, այսպես։ Սկզբում կարող եք նայել առաջ, փորձել ավելի բացել ձեր մեջքը, կրծքավանդակը, հետո դանդաղ մի պահ գլուխը կարող եք խոնարհել և փորձել հանգստանալ այս դիրքում, թեև մկանները շատ ակտիվ են։ Եթե ձեր ծունկը շատ ցավում է, կարող եք մի փոքր ծալում թողնել։ Եվ 3, այստեղից դանդաղ ձեռքերը արձակում ենք, ևս մեկ անգամ գնում ենք շան դիրքին։ Համոզվեք, որ թաթերը նայում են առաջ, իսկ ձեռքի մատները բացված են լայն, երկար ձգեք ողնաշարը, կոնքի հատվածը ձգտում է վեր, այդ զգացողությունը։ Դանդաղ արձակում ենք ձեռքերը, այստեղ մեզ անհրաժեշտ կարող է լինել ծածկոցը կամ այսպես բլոկ, այնպես որ դուք ընտրեք որն եք ցանկանում, ընթացքում կհասկանաք, եթե այս պահին չգիտեք, այնպես որ այստեղից բարձրացնում ենք մեր աջ ոտքը և դանդաղ բերում ենք, դնում ենք աթոռի վրա, այսպես անկյունային դիրքով։ Okay, հա, բլոկը գալիս է այս դեպքում մեր ձախ ոտքի տակ, այսպես, մեր ձախ ոտքը պետք է դնենք, եթե ձեր ծունկը, այսինքն ձախ ծունկը հասնում է գորգին, առանց առջևի ոտքը վեր բարձրանալու, դուք կարող եք ուղղակի դնել գորգի վրա, կախված է թե այս կոնքային հատվածում ինչքան լավ են բացված ձեր մկանները։ Բռնում ենք աթոռից, բացում ենք կրծքավանդակը, փորձում ենք կենտրոնանալ այստեղ, հիմա մեր այս ձեռքը գալիս է, ներսի հատվածից բռնում ենք ձախ կողմի բռնակից և դանդաղ ձախ ձեռքը բացում ենք հետ, պահում ենք, 1, 2 և 3, գալիս ենք կենտրոն, այստեղից այսպես գլխով, մարմնի վերին հատվածով փորձում ենք իջնել, կարծես pigeon-ի դիրքում լինենք, half pigeon կարելի է ասել, փորձում ենք թուլանալ, եթե դժվար է ուղղակի կարող եք արմունկները դնել և այստեղ մնալ, սա ևս տարբերակ է, այնքան ժամանակ ինչքան զգում եք այս մասում մկանների բացումը, շնչում ենք խորը, դանդաղ գալիս ենք հետ և այստեղից
գնում ենք հետ, պետք է փոխենք ոտքը, կարող եք արդեն բլոկը տանել մյուս կողմի, եթե օգտագործում էիք կամ ծածկոցը։ Մյուս ներշնչումով բարձրացնում ենք ձախ ոտքը վեր և բերում ենք, դնում ենք արտաշնչումով մեր աթոռի վրա անկյունային դիրքով, այսպես, և դանդաղ իջեցնում ենք աջ ծունկը, Համոզվեք, որ ձեր ձախ ծունկը չի բարձրանում, իր տեղում է և ձեր կոնքերը հավասարապես նույն հարթության վրա են։ Այստեղից բերում ենք մեր ձախ ձեռքը աջ բռնակի կողային հատված և արտաշնչումով բացում ենք աջ ձեռքը հետ, նայում ենք հետ, պահեցինք, գալիս ենք կենտրոն և մյուս արտաշնչումով դանդաղ փորձում ենք իջնել ներքև, այսպես, թուլանում ենք, մեկ, երկուս, և երեք, դանդաղ գալիս ենք հետ, կարող եք հեռացնել բլոկը և գնալ երեխայի դիրքին մի փոքր հանգստանալ, ձեռքերը դնում ենք նորից աթոռի վրա և փորձում ենք թուլանալ։ Դանդաղ բարձրանում ենք, այստեղից մենք պետք է գնանք պառկած դիրքին, ունեցեք ձեզ հետ բլոկ և եթե ձեր մեջքը ցավում է, կարող եք ծածկոցը դնել այսպես մեր մեջքի տակ, ոտքերը դնում ենք, կրունկները դնում ենք այսպես աթոռի ծայրային հատվածում, վերցնում ենք բլոկը և դնում ենք ծնկների միջև, սեղմում ենք ամբողջ ընթացքում, ափերը ևս սեղմում ենք գորգին, մյուս ներշնչումով դանդաղ այսպես բարձրացնում ենք մարմնի վիճին հատվածը, այսպես bridge դիրքին և մեր թաթերը արդեն դիպչում են, ամբողջությամբ դիպչում են աթոռին, չենք հրում աթոռը, պահեցինք, մեկ, երկուս, երեք, դանդաղ իջեցնում ենք ամեն մի vertebra-ով զգալով, հիմա մի փոքր կարող եք մոտենալ, բայց մեր ոտնաթաթերը մնում են նույն տեղում, ուղղակի մի փոքր մոտեցեք, որպեսզի կարողանաք բռնել աթոռի այսպես ոտիկներից, էլի ոտքերը մեր նույն տեղում են, մյուս ներշնչումով ևս մեկ անգամ սեղմեք բլոկը և դանդաղ բարձրացրեք, այսպես, այստեղ ակտիվ են նաև ուսերը, պահեցինք, մեկ, երկուս և երեք, դանդաղ իջեցնում ենք, հեռացնում ենք բլոկը, այսպես, կարող եք աթոռը մի փոքր հետ տանել, ոտքերը դնել, ափերը դեպի դուրս և հանգստանալ շավասանայում մի փոքր, շնչեք խորը, փորձեք թուլացնել մարմինը,
Շարժում ենք ձեռքի մատները, ոտքի մատները, ծնկները մոտեցնում ենք մարմինին և գրկում, թեքվում ենք դանդաղ աջ կողմի վրա և փորձում գալ նստած դիրքին, կարող եք խաչել ոտքերը մի պահ, ձեռքերը միացնում ենք իրար սրտի կենտրոնում, ևս մեկ ներշունչ, արտաշնչումով խոնարհում ենք գլուխը, նամաստե, սա այսօրվա դասի ավարտն է, կարող եք դանդաղ բացել աչքերը, շնորհակալ եմ, հուսով եմ այս պարապմունքը ձեզ համար հետաքրքիր էր, կարող եք կոմենտներում գրել այլ ինչ դասեր կցանկանայիք տեսնել, արդյոք սա դժվար էր, հեշտ էր, կփորձեմ հետևել և հնարավորինս ձեզ տալ այնպիսի դասեր, որոնք օգտակար կլինեն, հաջողություն և մինչ նոր հանդիպում։